Հանուն Հոր եւ Որդվո եւ Որդվույն Սրբո ամեն։ Իսուս աշակերտներուն ուսուցաներ արագներով եւ կսորվեցներ ճշմարիտ հավատքի մասին, գխոսեր ներումի եւ քայքայության մասին եւ այդ խոսակցության մեջ իր առաքյալները գսեն Հիսուսին. Դեր ավելցուր մեր հավատքը։ Ի պատասխան այս խնդրանքին Հիսուս անոնց իմաստուն խոսք մգուտա եւ գսել. Եթե մանաների հադիգի չափ հավատ ունենաք եւ եթե ասեք այդ թթենիին արմադախիլ եղիր եւ գնաց զոհու մեջ դնգվե, պիտի հնազանդի ձեզ։ Անագնգալ իրականությունը այն է, որ Հիսուս անոնց խնդրանքի պատասխան չդվավ ավելի հավատք, այլ դվավ խրատը ըսելու համար, թե հավատքը ավելցվելի քանակը չէ։ Հավատքը իր նույնիսկ փոքրության մեջ որակը կարևոր է։ Այս ավետարանական հատվածը այսօր ուկա մեզի խորհրդածության նյութ դառնալու եւ մենք մեզի հարց տալու, թե ինչ կնշանակի հավատք։ Հաջողակի երբով կլսենք ավետարանեն, սուրբ խորանեն, որ պետք է մեր հավատքը ավելնա, պետք է մեր հավատքը զորանա, սակայն եկեք այսօր մտածենք, թե ինչ կնշանակի հավատք ունենալ։ Հավատք ունենալ երկու մագարտակներու վրա։ Առաջին մարդ Աստծո հանդեպ հավատք ունենալ։ Իսկ երկրորդ մարդ մարդու հանդեպ հավատք ցուցաբերել։ Աստված մարդ արարածը ստեղծեց իր տրախտին մեջ, իր ամիջական ներկայության մեջ։ Մարդը հավատքի գարիք չուներ, որովհետև տրախտին մեջ արդեն ինք կվայելեր Աստծո ամիջական փառքը։ Տրախտին մեջ ինք գիտեր, որ Աստծո կպատկաներ, որովհետև Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով եւ նմանությամբ։ Մարդը հավատքի գարիք ունեցավ, երբ իր անհնազանդության պատճառով տրախտեն դուրս մնաց։ Այլևս մարդուն եւ Աստծո միջև խափանող իրականություն մգալ, որ թույլ չէր դա, որ մարդը Աստծո հետ հանգիստ եւ բաց հարաբերություն ունենա։ Եվ այդ խափանող իրականությունը մեղքն է, մահն է։ Այդ պատճառով մարդը տրախտեն դուրս այս երկրի վրա, որպեսզի գարենար գիտակցին, որ ինք Աստծո կպատկանի, Աստծո ամենազոր շնորհքին գարիք ունի, որպեսզի գարենա Աստծո գործերը տեսնել, Աստծո կամքը հասկանալ, գարիք ունի հավատքի, որովհետև հավատքը մարդը կմիացնե Աստծո։ Մենք այս աշխարհի եւ նյութական աշխարհի մեջ դժվարություն ունենք Աստծո ներկայությունը տեսնելու, Աստծո գործերը տեսնելու։ Եվ մեզ մեկը պահանջվի ունենալ հավատքը ոչ թե բարձրապես կմփռնե, որ մենք Աստծո կողմէ ստեղծված ենք եւ Աստված գոյություն ունի, ինքն է ստեղծիչը, ինքն է Տերը։ Հավատքը նշանակե ցուցաբերել այն էությունը, որ կգիտակցի, որ մենք կպատկանենք Աստծո, առանց Աստծո չենք կրնալ գոյատևել, չենք կրնալ իմաստ ունենալ այս աշխարհի վրա։ Հետևաբար հավատքը ինքն իր մե առանցին գրավորական կերպով չի կրնալ գոյատևել։ Հավատքը անոր կողքին գարիք ունի այնպիսի կամք, այնպիսի վստահություն, որ նույնիսկ խավարի մեջ, նույնիսկ դժվար ճամփաներուն վրա
գիտեք քալել, որովհետև վստահ է, որ Աստված իրեն հետ է, եւ այդ խավարին ճամփան ի վերջո լույսին պիտի առաջնորդի։ Որովհետև հավատքը լույս եւ ուժ է, որ ոչ մեկ բան գերեվի եւ դգար կսկամա։ Իբրև հավատքի լավագույն օրինակ կարելի է այսօր առնել Սուրբ Հակոբ Մծմնացի հայրաբեդը, որում դոնը դոնեցինք երեք։ Սուրբ Հակոբ Մծմնա հայրաբեդ, ինչպես կպատմվի, փափակը ունեցած է Արարատ լեր պարսանալ եւ Նոյան դաբանեն գդորմը բերել, որպեսզի աբացուցե ժողովրդին եւ ժողովրդի կյանքի մեջ հոգեվոր արթնություն մտերել։ Եվ իր մեջ գահավատա, որ այս Աստծո գամքին համաձայն նպատակը պիտի իրականանա, եթե ճամփա ելնե։ Երբ Սուրբ Հակոբ ճամփա ելնե, ինչպես կպատմվի, ամեն անգամ որտեղ կգասնի եւ կքնանա, հաջորդ օրը կտեսնե դակավին ճամփուն սկիզբն է, գործընծած է Արտեմիս գդրած ճամփան։ Սակայն չի վհադի, չի ուսադի, անգամ եւս կփորձե։ Եվ այս մեկը կգտնվի քանի անգամներ, մինչև որ Աստված հրեշտակի ճամփով անոր գողքին գտնեն Նոյան դաբանին գդորմը, որպեսզի անվերակառնա եւ զայն տանի հավատացյալներին։ Սուրբ Հակոբ ուներ հավատքը, բայց եթե գամքը չունենար, որ ամեն կնով իր հավատքը վեր պիտի պահեր, շատ պատճառներ ունի հավատքը ցկելու, լքելու եւ վերակառնալու առանց նպատակի։ Այդ իսկ պատճառով հավատքը Աստծո հանդեպ մեզ կմղե առնելու քայլը, գտնելու ճամփան, նույնիսկ եթե այդ ճամփան մեր մարդկային մտածելակերպին համաձայն անկարելի է։ Աստված կսե, եթե թթենին ըսես արմադախիլ պիտի լա եւ ծովում մեջ տնկվի, պիտի գադարվի։ Եվ այդ մենք կտեսնենք, որ խավարի մեջ, անորոշության մեջ, դժվարության մեջ, ցավին մեջ գիտենք Աստծո հավատալ եւ վստահել։ Երկրորդ, սիրելի հարազատներ, մարդու հանդեպ։ Հավատ Աստծո հանդեպ, սակայն որևէ մեկ գործ կբացի մեր հավաքական կյանքի մեջ, հավատ ըլլալ է գտածվի։ Որովհետև նմանավանդ Աստված կուզե այդ հավատքը դրսևորենք, ցուցաբերենք մեկ մեր նմանին հանդեպ։ Նույն այս խնդրանքեն առաջ Հիսուս իր աշակերտներուն կսորվեցներ քայքարկություն չլալու մասին, իրար ներելու մասին, եւ գսե ոչ է երկու, ոչ է երեք, այլ 77 անգամ իսկ եթե քու ընկերը, բարեկամը, եղբայրը գզղչա եւ ներողություն կխնդրեն ներհե, այլ խոսքով Աստված մեզ մեկը սպասե տնենք այնինչ որ ինք կգադարե, այնինչ որ ինք պիտի ուզե գադարել մարդուց մեջ։ Հավատքի կյանքը պետք է դրսևորվի մեր գործով, մեր հավաքական կյանքի մեջ, ինչպես Հակոբոս Արաքյալ գսե, հավատքը առանց գործի ներյալ է, ներած է, ոչինչ է։ Եթե մենք ուզենք Աստծո գործերը տեսնել, Աստծո գամքը հասկանալ, ապրիլ, ուրեմն կնշանակե Աստծո պատկերը տեսնենք մեր նմանին մեջ, որովհետև ամենքս, յուրաքանչյուրս Աստծո պատկերին համաձայն ստեղծված ենք եւ յուրաքանչյուրս մեղքերով դարված ենք, սխալներ ունենք, մոլություններ ունենք եւ բնականաբար գադարյալ աշխարհի մեջ չենք գտնվել։ Սակայն մենք կանչված ենք հավատքը ապրելու մեր առօրյային մեջ, եկեղեցիեն դուրս, մեր աղոթական ժամերեն դուրս, որպեսզի տեսնենք թե Աստված ինչպիսի հրաշքներ կգործե
եւ ինչպես այդ կտենին արմադախի գնե եւ ճուրի մեջ կդնկեն։ Սիրելի հարազատներ, ուրեմն այսօր երբ մենք պիտի աղոթենք, Աստծո պիտի չսենք դեր մեր հավատքը ավելցուր։ Մենք պիտի ասենք դեր, եթե հավատքս նույնիսկ մանանեխի հադիգի չափ լա, սակայն այդ մանանեխի հադիգը թող կիդագից հավատք լա։ Այդ հավատքը թող ուժականություն ունենա, ոչ թե իմ մեջս միայն զիլարձակվի, այլ նաև ուրիշին կյանքի մեջ։ Աղոթենք, որ այդ մանանեխի հադիգը իսկապես մեր սրտի խորքը ինա։ Եվ սիրելի հարազատներ, եթե ասում եմ պիտի խնդրենք, որ մանանեխի հադիգը մեր հողի, մեր սրտի, մեր հոգի մեջ ինա, ամենեն առաջ պետք է թթենին իր արմատներով վանենք, որպեսզի այդ մանանեխի հադիգը դեր ունենա աճելու։ Եթե մեր սիրտը լեցուն է նյութական աշխարհիկ մտահոգություններով, մեր եսով, մեր հպարտությամբ, մեր եսամոլությամբ, այդ մանանեխի հադիգը դեր չունի աճելու, եւ անորամար չենք գտներ մանանեխի հադիգին այդ ուժականությունը։ Անորամար եկեք այսօր նաև աղոթենք, որ Աստված այն բոլոր իրականությունները, որ մեր սրտի մեջ կխափանեն, որ մենք տեսնենք զինք, իր կորձը հասկանանք, իր խոսքը ըմբռնենք, վանենք, որպեսզի իսկապես մանանեխի հադիգի չափ, փոքր, սակայն զորավոր հավատքով ցուցաբերենք մեր անձը, մեր էությունը, Աստծո փառքը տեսնենք, թե մեր կյանքի մեջ, թե ուրիշին կյանքի մեջ եւ մանավանդ մեր հավաքական կյանքի մեջ, որոնք այսօր, վաղը եւ հավիտյան։ Ամեն։